Բրուքլին Բեքհեմը հունվարին Instagram-ի story բաժնում մեղադրեց ծնողներին Դեյվիդ եւ Վիկտորիա Բեքհեմներին իր կնոջ հետ ունեցած հարաբերություններին շարունակաբար խանգարելու մեջ։ Հանդիպելով մամուլի եւ սոցիալական ցանցերի ուշադրությանը, Բրուքլինը վերհանեց ընտանեկան լարվածության խորությունը, որը ստամենայնի սկիզբ է առել իր եւ դերասանուհի Նիկոլա Պելցի 2022 թվականի հարսանիքից ի վեր։ Դեյվիդ եւ Վիկտորիա Բեքհեմները ամուսնացել են 1999 թվականին եւ ունեն 4 երեխա՝ Բրուքլին, Ռոմեո, Քրուզ եւ Հարփեր։ 2022 թվականի ապրիլին Բրուքլինը եւ Նիկոլան ամուսնացան Ֆլորիդայում շրջապատված ընտանիքով եւ ընկերներով, սակայն անմիջապես հետո լուրեր սկսեցին տարածվել ընտանեկան տարաձայնությունների մասին։ Առաջին ենթադրյալ հակասությունը կապված էր հարսանեկան զգեստի ընտրության հետ։ Նախնական պլանով Նիկոլան պետք է կրեր Բրուքլինի մոր Վիկտորիայի դիզայնով կարված զգեստը, սակայն վերջին պահին որոշվեց այլ բան։ Նյութերի համաձայն Վիկտորիան հետո չի ցանկացել կարել զգեստը հարսի համար, ինչը առաջացրեց սկանդալային լուրեր եւ սոցիալական ցանցերում տարաձայնություններ։ Բացի զգեստից, լարվածությունը աճել է նաեւ հարսանեկան պարից հետո։ Հաղորդում է եղել, որ Մարկ Էնթոնիի կատարած երգի ժամանակ Վիկտորիան լքել էր հանդիսության սենյակը, որի ժամանակ Բրուքլինը եւ կինը Նիկոլան պետք է հարսանեկան պար պարեին։ Սա Նիկոլային դուր չի եկել։ Լարվածությունը շարունակվում է։ Անցնենք առաջ 2025 թվականի մայիսին Բրուքլինը բացահայտ խոսեց ծնողների հետ ունեցած իր հարաբերությունների մասին, նշելով, որ դրանք մշտապես եղել են ճնշումների հարկադրանքի ներքո։ Նա պնդեց, որ ծնողները նույնիսկ փորձել են կաշառել իրեն, հրաժարվելու իր անվան իրավունքներից, ինչը կարող էր ազդել նրա, կնոջ եւ ապագա երեխաների վրա։ Բացի դա, անդադար ստիպել են Երևալ մամուլում ունենալ հատուկ վարքագիծ եւ ցանկացել են ամեն գնով բաժանել կնոջից։ Սոցիալական ցանցերում որդու հրապարակումները հանգեցրին այն բանի, որ Բեքհեմները որոշ ժամանակ միմյանց չէին հետևում Instagram-ում, ինչը լրացուցիչ վարկածներ առաջացրեց ընտանեկան տարաձայնությունների մասին, բարձաբանումներ եւ հանրային արձագանք։ Դեյվիդ Բեքհեմը իր տված հարցազրույցում նշեց, որ երեխաները սխալներ են թույլ տալիս, ընդգծելով, որ սոցիալական մեդիան պետք է դիտարկել որպես ուսուցողական գործիք՝ ի հաշիվ սխալների թույլատրելիության եւ պատասխանատվության։ Ներքին աղբյուրները People-ին պատմում են, որ Բրուքլինը եւ Նիկոլան հոգնել են կեղծ պատմություններից եւ ցանկանում են հանգիստ ապրել իրենց կյանքով, իրենց ամուսնությունը պաշտպանելով մամուլի եւ սոցիալական ցանցերի ճնշումներից։ Դե ինչ տեսնենք, թե ինչ զարգացում կունենա հոլիվուդյան այս սկանդալը։ Մնացեք մեզ հետ։